Տեսանյութը դիտիր միջև վերջ ու ինքդ պատասխանիր հարցին։ Սա քո ընտանիքն է։ Հիմա ասում ես ովքեր են ապրում քո ընտանիքում, լավ։ Տատիկը, ով է։ Հայրիկը, Ապրես, հայրիկը, մայրիկը, ապրես, եղբայրն եմ ես, եւ փոքր Քույրիկ ունես։ ով է ապրում։ հիան, Ահա, քույրիկը, ապրես, ապրյան։ Ես ոնց է կարծում, ինչ տեղի ունեցավ այստեղ։ Պարզ է, համա երևի մանկապարտեզում խաղ է խաղում, որոշակի դերեր կան նկարներով եւ երեխան պետք է վերցնի ու ասի, ով ինչն է իր ընտանիքի անդամը։ Տեսանք, որ տվյալ դեպքում ամուշիկս, դստրիկս ասաց հայրիկն է, տատիկն է, մայրիկն է, բայց ասաց ես եղբայր չունեմ, բայց քույրիկ ունեմ։ Երբ ես առաջի անգամ նայեցի, որպես մասնագիտական տեսանկյունից առաջացավ բացատրություններ, ինչի ասում ես եղբայր չունեմ, մինչ այն, որ ինքը ունի եղբայր, 9 ամսական, մի փոքր, շատ ակտիվ շփվում է հետը, ու դեպքերում մեր եւ կախված մտածողությունից, որը կարող է տագնապային լինել, կախված նաեւ մեր էվոլյուցիոն համակարգից, որ մենք հակված ենք բացասականասովորաբար տեսնել իրադարձությունների մեջ, անորոշության մեջ, փորձում ենք տալ բացատրություններ։ Ինչ բացատրություններ սիրելիս կարող է այստեղ լինել։ Ինչու անուշիկս ունենալով եղբայր, ասաց, որ ես եղբայր չունեմ։ Ու առաջին բացատրություն կարող է այսպես ասած լինել ուշացած իդենտիֆիկացիա։ Այսինքն այն, որ վերջինս, այսինքն անուշիկը լինելով 4 տարեկան, իր 9 ամսական եղբորը չի ընկալում, չի նույնականացնում ինչպես եղբայր։ Չի հասկանում, որ եղբայրն է, օրինակ խաղում է իր քույրիկի հետ իր տարեկից։ Ակտիվ խաղում են եւ գիտին այն քույրիկն է, բայց Արամին եղբորը չի իդենտիֆիկացնում, հավանաբար այն պատճառով, որ տարիքը տարբեր է եւ եղբայրը ինքնուրույն չի քայլում, ինքնուրույն չի ուտում, իրար հետ չեն համագործակցում, իրար հետ ինչ-որ բան չեն խաղում։ Հնարավոր բացատրություններից մեկը դա է, որը շատ հավանական է։ Իհարկե, հաջորդը ուշադրության կենտրոնացում իր վրա, այսինքն երեխաները 3, 4, 5, 6 տարեկանում շատ էգոցենտրիկ են, այսինքն ընտանիքի ուշադրությունը կենտրոնացնում են իրենց վրա եւ ուրիշի առկայությունը, հատկապես փոքրի առկայությունը, կարող է ոչ թե համարել իրենցը, այլ համարել, որ մայրիկինն է, բայց ոչ իրենցը, որովհետեւ իրենք կենտրոնացած են իրենց վրա, այդ իսկ պատճառով համարել, որ եղբայր չունեն։ Հաջորդը սոցիալական հասկացությունների սահմանափակություն։ Ինչ է սա նշանակում։ Բանն այն է, որ կարող եմ վերջինս ընկալել ինչպես իր եղբայրը միայն տարեկիցներին կամ իրենից մեծերին։ Օրինակ անուշիկս ունի զարմիկներ, իրենից մեծ են, 6 տարեկան, 10 տարեկան մոտավորապես, եւ նա գիտի, որ եղբայրները իրանք են, եւ Արամին, այսինքն 9 ամսականը չնույնականացնի ինչպես եղբայր, որովհետեւ նրա եղբայրների մոդելն նրանք են։ Երրորդ բացատրությունը։ Չորրորդ բացատրություն, ներկայացման աստիճան, այսինքն ընտանիքում ո՞նց եք ներկայացնում, օրինակ ասում եք, այդ Արամը քո եղբայրն է, դու իր քույրիկն եք եւ այլն, ներկայացնում եք թե չէ։ Եթե այդ ներկայացման պակաս կա, երեխան չգիտի, իհարկե նա կարող է չհասկանալ, որ դա ինչ եղբայրն է ու ասի ես եղբայր չունեմ։ 5-րդ բացատրություն, խանդ ու մերժում, այսինքն իհարկե կարող է իր մեջ առաջանալ խանդ, այսինքն այն զգացողությունը, որ իր տարածքը, իր հոգեբանական տարածքը մտել է ինչ-որ մեկը, հետեւաբար նա չի ուզում, որ վերջինս լինի ու իր տեղ գրավի, այդ իսկ պատճառով առաջանում է մերժում, ասում է ես չունեմ, չի ընդունում, որ կա իր իրականության մեջ։ Այս 5 բացատրությունները տրամաբանական են, հոգեբանական տեսանկյունից այո կարող են լինել, բայց ամենազավեշտալին այն էր, որ իրական բացատրությունը ընդհանրապես կապ չուներ այս բացատրությունների մեջ եւ տեսանյութի մեջ խնդրում եմ ծանոթացեք, թե ինչու էր Անուշիկ ասում, որ ես եղբայր չունեմ։ Անուշ, դու եղբայր ունես։ Իսկ ապերիկ ունես։ Անուն ի՞նչ է։ Արամչո։ Իսկ եղբայրը ի՞նչ է նշանակում։ Դու գիտես ի՞նչ է եղբայրը։ Չգիտես ի՞նչ է նշանակում։ Բա որ պարտեզում ասեցին, որ հարցնեն դու ապերիկ ունես, կասեիր, այո։ Ես մեկ տեսանք, թե ինչու է Անուշիկը ասում, որ ես եղբայր չունեմ։
ամենապարզ պատճառով։ Շատ դեպքերում մենք փնտրում ենք ամենավատ տեղերում, ամենավտանգավոր տեղերում, ամենաբացասական բացատրություններն եք տալիս, բայց իրականությունը շատ հեշտ է։ Մինչ այս պատասխանին վերադառնալը մի օրինակ բերեմ։ Մի մասնագետ տվել էր երեխային, որպեսզի նկարեր իր ընտանիքը նկարեր կամ նման ինչ-որ բան, երեխան վերցրել էր սև մատիտը, նկարել էր։ Ու մասնագետը վախեցել էր, անհանգստացել էր, այս ինչ տրավմատիկ փորձ է, երեխան սև գույնով է նկարում իր ընտանիքը եւ այլն։ Որն էր պատճառը, բարձր է։ Ուրիշ գույն չկար։ Մի գույնի մատիտ էր ու դրանով վերջինս բնականաբար պիտի նկարեր, ու դա իհարկե ոչինչ չի նշանակում։ Հիմա տվյալ դեպքում ո՞րն է բացատրությունը, որ Անուշիկս պարզապես չգիտեր, որ Արամը իր եղբայրն է։ Նա եղբայր բառը չգիտեր։ Նա գիտեր ապերիկ բառը։ Եվ երբ ես մտածեցի, հետո ասացի, իսկ հնարավոր է բառը չի հասկանում։ Ասեցի, Անուշ, դու եղբայր ունես, ասում է, չէ։ Ասում եմ, դու Արամ ապեր ունես, ասում է, հա, Արամ չկնա։ Ասում եմ, իսկ պարտեզը որ հարցնեին ապեր ունես, ասել, ասում է, իհարկե։ Որն էր բացատրությունը։ Ընդհանրապես, որ ինքը չգիտեր, թե ինչ է նշանակում եղբայր։ Որովհետև մենք տան ասում ենք ոչ թե նա քո եղբայրն է, այլ ասում ենք ապերն է։ Քո ապերն է, դու իր քույրիկն ես, ու Արամն է։ Պարզ բացատրություն, սիրելիներս, որը հաճախ վկայում է այն մասին, որ մենք պարզ ակնհայտը թողած, որ շատ հեշտ կարելի է հասկանալ նշանակությունը, ընկնում ենք բարդությունների հետևից եւ իհարկե կարող ենք սխալվել։ Հետևություն, սիրելիներս, իրականում կարելի է իրավիճակին ու անհրաժեշտ է իրավիճակին տալ մի քանի բացատրություն, դրանք պետք է հուսական չլինեն, պետք է շտապողական չլինեն, պետք է ուշացման ռիթմի վրա չլինեն, պետք է հոգնած ժամանակ չլինեն, միակողմանի, կանխակալ, վախեցած որոշումներ չլինեն, աչատումներ կլինենք, սխալվենք այդ դեպքում։ Անհրաժեշտ է համեմատաբար շատ ավելի հուզական հավասարակշիռ վիճակում լինենք, տանք ոչ կանխակալ ձևով մի քանի բացատրություն եւ տրամաբանորեն փորձենք հասկանալ։ Իսկ շատ դեպքերում փորձենք հասկանալ այն, որը մեր աչքի առջև է։ Տվյալ դեպքում ակնհայտ իրողությունը։ Սիրելի ձեզ հետ հոգեբան Գրիգորի Բադալյանն էր, լավ եղեք։